Ցավոք այս բալային համակարգը շատ ակամա վարչարարների ծնեց եւ նույնիսկ ակամա հանցագործների ծնեց մեր երկրում ցավոք ուրեմն ցավոք ունենք իրավիճակներ եւ մարդը պատշաճ չի անցվում իր տուգանքների մասին մեր պետությունն էլ նման մի կարգավորում ունի դեռևս 10-ականների ասում եմ ես մի անգամ փոստով ուղարկում եմ ընդունեցիր չընդունեցիր հետա գալի դրվում ազդարար իր ժամկետն ասում է իրավական հետանք այս մարդը հավաքում է իր վրա բալեր Սովորաբար լինում է տարիքով մարդկանց մոտ, ինտերնետից հեռու մարդկանց մոտ, մեկ է մի գեղեցիկ օր ոստիկանը կանոնեստում է բարեկային, այս մարդը սիրուն հանում է իր պրավեն ցույց է տալի, ամեն ինչ նորմալ է, պատրաստ է վիճել մի հատ ամրագոտի ստանալը, մեկ ասում է գիտես ինչ, հարգես, քո վարդական վկայականը կասեցված է, դες բան հանցագործ ես։ Հ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի առաջին մասով նախածած հանցային ես կատարել, այս մարդը մի անգամ մեջքի վրա անգնում, այսինքն ոնց հանցագործ եմ, սա կյանքս իրավապահ քաղաքացի եմ եղել, ասում հանցագործ ես, կասեցված վարդական վկայականում մեքենա ես քշում, որը հանցագործություն է։ Կասեցվածով էլ զրկվածով վարելը քրեական։ Այո, եթե դու ընդհանրապես չունես վարում ես վարչական է, բայց եթե կասեցված կամ զրկված ես եւ վարում ես քրեական, այսինքն պետությունն ասում է, եթե չունես վարչական է, չթեև դա էլ են ուզում փոխեն, բայց դա այլ հարց է։ Բայց ասում է, եթե դու կասեցված ես, դու պարտավոր ես պատիժդ կրել։ Քշեցի ու գիտեք ինչ հսկայական, ինձ զանգում են դասախոսներ։ Նայում ես, մարդը լուրջ դասախոս։ Գիտեցի դե տեխնացու քրեական հոդվածը, որ շարունակած գնում է հարցաքննության քննիչի մոտ։